Սիրելի փոքրիկներ, Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ եկեք սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես տեսնում եք, այսօր մեր տրամադրությունը շատ բարձր է։ Եվ ինչով է պայմանավորված։ Այս տոնական օրերով իհարկե, սիրելի փոքրիկներ, վստահ եմ, որ ձեր մոտել է տրամադրությունը շատ բարձր։ Ինչպես տեսնում եք, սիրելի փոքրիկներ, Դանիելյան Art Studio-ն է զարդարված է գեղեցիկ, չնայած Դանիելյան Art Studio-ն ճիշտ է գեղեցիկ է եւ նանգեր, բայց այսօր էլ ավելի, որովհետեւ այս գեղեցիկ ստուդիոն զարդարում է գեղեցիկ բանաձառը։ Արևիկ, ես ուզում եմ քեզ հարցնել, ուզում եմ պապիկի բանաձառը ես արդեն, կարծում եմ իրավ կին, այո, որովհետեւ տարի օր է ընդհանրապես։ Այո։ Իսկ լավ ծրերներ ես խնդրել։ Իսկ վստահ ես, որ ձմեռ պապիկը կբերի։ Ոչ այդքան։ Մի գուցե մենք ճշտել։ Ինչպես։ Զանգահարեք Լապլանդիա։ Այո։ Դե, իսկ դու համարը գիտես ձմեռ պապիկի։ Բարձր չեմ ասի։ Կարծում եմ բոլոր երեխաները ունեն ձմեռ պապիկի հեռախոսահամարը։ Պապիկ, ողջույն։ Ողջույն։ Ձմեռ պապիկ, ինչպես ես։ Հիանալի։ Դու։ Ես էլ եմ դեռ շնորհակալություն ձմեռ պապիկ, գիտես քեզ ինչքան եմ կորոտել։ Ձմեռ պապիկին ճանապարհին է։ Ձմեռ պապիկ, դու ճանապարհին ես։ Այո, իհարկե։ Արևիկ։ Ես ում էի Արևիկ, որ ես լսում եմ ձմեռ պապիկի ձայնը։ Շնորհակալ եմ։ Ձմեռ պապիկ, այսքան երկար ճանապարհ եք կտրել եւ հասել մեզ, իսկ աշխարհում դեռ այնքան երեխաներ կան, որ ձմեռ պապիկը պետք է բոլորին հասցնի տեսնել։ Արևիկ, դե խնդրեմ զրուցիր ձմեռ պապիկի հետ։ Ձմեռ պապիկ, ես անկեղծ եմ ասում, այս տարի ինձ շատ լավ եմ պահել։ Իմ դերերը բերել։ Դու նամակ գրել ես ինձ։ Այո։ Ախ, ձմեռ պապիկը 3700-600 քանի տարեկան է, մոռացել է, որ Արևիկը իրոք նամակը գրել է։ Ինչպես չէ։ Ինչպես։ Ինչ մեծ է։ Այո, շատ։ Ձմեռ պապիկ, բայց նամակ այնուամենայնիվ տեղ կհասնի, չէ՞։ Դուք նորից կգնաք Լապլանդիա։ Անպայման նամակի պատասխանատուները ամեն ինչ արել են եւ քո պատվերը անպայման կստանաս ամանորին։ Ձմեռ պապիկ, իսկ միայն երեխաների նամակներն եք կարդում, որովհետև ես էլ եմ նամակ գրել։ Դուք արդեն մեծիկ եք։ Բայց ես էլ խնդրանքներ ունեմ, ցանկություններ, երազանքներ։ Շատ լավ։ Փորձեմ իրականացնել։ Փորձեք, ձմեռ պապիկ, քանի որ դուք եկել եք այսօր հեքիաթի սենյակ, մենք ուզում ենք ձեզ խնդրել, որպեսզի միասին կարդանք այս գեղեցիկ հեքիաթը, որը ի դեպ Եղևնու մասին է, Սոճիի մասին է։ Օ, սիրով։ Սկսենք։ Այո, Սկսենք, բայց մինչ սկսելը պետք է տեղեկացնենք բոլորին, որ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանիելյան Art Studio-ի սան Միլենան, ով կպատկերի ինակ ընտրած հերոսին կամ հերոսներին։ կամ Ձմեռ կարծում եմ, պապիկին։ այո, չգիտենք վերջում կտեսնենք։ Ձմեռ պապիկ, դուք սկսեք։ Անտառում մի շատ մեծ սոճի կար։ Նա անտառի ծառերից ամենաբարձրն էր։ Այնքան բարձր, որ կատարին ամպերը հանգստանալու էին իջնում։ Կատարից մի քիչ ցած, փարթամ ճյուղերի մեջ բույն էր դրել ագռավը։ Դա անտառի ամենածեր ագռավն էր, եւ սոճու հետ նրանք լավ բարեկամներ էին։ Իսկ սոճու տակ, ուղիղ նրա բնի մոտ, աճում էր մի փոքրիկ մասրենին։ Մասրենին անընդհատ փնթփնթում ու զայրանում էր նրա վրա։ Քո պատճառով սոճի ես երկինքը չեմ տեսնում։ Արևի ճառագայթներն ինձ չեն հասնում։ Դրա համար էլ իմ ծաղիկներն այսպես նվազ են։ Ինչ կարող եմ անել Մասրենի, պատասխանում էր սոճին։ Մեղավոր չեմ, որ այսքան բարձրահասակ եմ։ Մի անգամ անտառում տեղի ունեցած մի բան, որին ոչ ոք, ոչ թռչունները, ոչ գազանները, ոչ էլ ծառերը չէին սպասում։
Անտառ եկան սղոցներով զինված մարդիկ եւ սկսեցին կտրել ամենաբարձր սոճին։ Շուտ, փրկիր քո բույնը, ագրավ, ասաց սոճին, երբ սղոցի ատամները խրվեցին նրա մարմնի մեջ։ Շուտ, փրկիր ձագերի։ Ագրավն իր բույնը փոխադրեց ուրիշ ծառի վրա եւ նորից թռավ եկավ սոճու մոտ, որ հրաժեշտ տա նրան։ Ասա, ագրավ, ինչ կանեն ինձ։ Սարսափից ճյուղերը դողացնելով հարցրեց սոճին։ Մի վախեցիր, հանգստացնում էր ագրավը։ Քո այդ փայտը վառելիք չեն անի։ Իսկ ինչ կանեն։ Կարող են քեզ շոգենավի տախտակամած դարձնել, կարող են ճաշի մեջ սեղան պատրաստել, դռներ ու լուսամուտներ շինել կամ… Բայց Սոճին չկարողացավ ագրավին մինչև վերջ լսել, նա ճճվելով ընկավ գետնին։ Անտառի բոլոր բնակիչները ափսոսում էին, որ բաժանվում են մեծ սոճուց, ախր երկար ժամանակ ապրել էին իրար հետ։ Ուրախանում էր միայն Մասրենու թուփը, նրա ցնծությունը սահման չուներ։ Ինչքան ուրախ եմ, որ սոճուց ազատվեցի։ Ես տեսնում եմ երկինքը, արևի շողերը հիմա տաքացնում են ինձ։ Իսկ Սոճին ինձ այդ բոլորից զրկել էր։ Սոճուն այդ ժամանակ իջեցնում էին մեծ քաղաք երկաթուղային կայարանում։ Այնտեղից նրան տարան երաժշտական գործիքների գործարան եւ նրանից դաշնամուր պատրաստեցին։ Ներսում մետաղից լարեր քաշեցին, թագի թե մուրճիկներ հարմարացրեցին, սև ու սպիտակ ստեղներ դրեցին։ Երբ դաշնամուրը պատրաստ էր, մատներով դիպան նրա ստեղներին եւ մուրճիկները հարվածեցին մետաղե լարերին, որոնք քաղցր հնչյուններ արձակեցին։ Սոճին ուրախությունից արձագանքեց. Այ թե ինչպիսին դարձավ։ Հետո դաշնամուրը գործարանից տեղափոխեցին խանութ, որտեղից անմիջապես գնեցին եւ տարան դրեցին հյուրասենյակում, որտեղ ուրիշ շատ իրեր կային, բազմոց, սեղան, գրապահարաններ։ Նրանք դաշնամուրին պատմեցին, որ իրենք էլ ժամանակին ծառեր են եղել եւ ապրել են անտառում։ Երեկոյան շատ հյուրեր եկան, նրանք բոլորն էլ գովում էին դաշնամուրը։ Իսկ երբ սկսեցին նվագել, Սոճուն թվաց, թե նորից իր հարազատ անտառում է։ Ահա նա լսում է հարևան ծառերի տերևների սոսափյունը։ Ահա երգեց սոխակը, որը երբեմն նստում էր նրա կանաչ ճյուղերին։ Ինչ լավ է, որ ես դաշնամուր դարձա, ուրախանում էր Սոճին։ Մի անգամ առավոտյան դաշնամուրի վրա հոտավեց ծաղկամանով մի ծաղկաման դրեցին։ Հանկարծ դաշնամուրը հարազատ ու ծանոթ բուրմունք զգաց։ Մասուր, բացականչեց նա։ Այո, դա այն Մասրենին էր, որ աճում էր Սոճու մոտ։ Մի՞թե ինչ չես ճանաչում։ Որտեղից պիտի ճանաչեմ, տխուր ասաց Մասրենու ծաղիկը։ Ինձ քաղել են հեռավոր անտառից եւ բերել այստեղ։ Ախր ես այն Սոճին եմ, որից միշտ գանգատվում էիր, հիշում ես։ Ահա թե ինչպիսին ես դարձել, ասաց Մասրենու ծաղիկը։ Իսկ ես չճանաչեցի։ Ինչ լավ է, որ մենք նորից միասին ենք։ Հավանեցի։ Այո, Հետաքրքիր էր, չէ՞։ Ձմեռ պապիկ, այնտեղ որտեղ դու ապրում ես, ես գիտեմ, որ շատ սոճիներ կան, չէ՞։ Այո, իհարկե։ Իսկ Լապլանդիայում միշտ ձմեռ է։ Տարին 12 ամիս։ Այո, թե չէ ես կարծում եմ, որ ձմեռ պապիկը կհալվեր, եթե այնտեղ միշտ ձմեռ չլիներ։ Ձմեռ պապիկ, դուք լսեցիք ես ինչ ասացի։ Իհարկե։ Ներողություն։ Լավ, ձմեռ պապիկ, իսկ ինչ դուք խորհուրդ կտաք մեր փոքրիկներին, ինչ կասեք, ինչ անեն, որպեսզի դուք միշտ կատարեք նրանց երազանքները։ Դե, ինչպես հայտնի է, Արևիկը, քանի որ շատ խելացի աղջիկ է, իսկ ես այցելում եմ միայն խելացի բալիկներին։ Եվ ամբողջ տարին ձմեռ պապիկը տեսնում է, թե դուք ինչպես եք սովորում, ինչպես եք լսում ծնողներին, ինչ առաջադիմություն եք գրանցում դպրոցում եւ այցելում եմ միայն խելացի բալիկներին։ Ձմեռ պապ, իսկ եթե փոքրիկները մի քիչ իրենց մի քիչ լավ չեն պահել, չեն լսել ծնողներին, ինչպես ուղղվեն, որպեսզի արժանանան ձեր նվերներին։ Քանի որ տարին դեռ նոր պետք է սկսվի, ես վստահ եմ, որ նրանք կգտնվեն շատ խելացի, կլսեն իրենց ծնողներին, լավ կսովորեն դպրոցում, մանկապարտեզ կայցելեն հաճույքով եւ իհարկե կարժանանան հեռավոր Լապլանդիայից այն բոլոր նվերներին, որոնք նրանք կպատվիրեն։ Դե կարծում եմ Արևիկ շատ գեղեցիկ
հաղորդում ստացվեց, քանի որ առաջին անգամն էր, որ ձմեռ պապը մեզ հետ ընթերցեց հեքիաթ։ Ձմեռ պապիկ, այս անգամ էլ մենք ենք քեզ համար նվեր պատրաստել։ Այո, որովհետև ձմեռ պապիկը միշտ նվերներ է բաժանում, բայց երբեք նվեր չի ստանում։ Իհարկե, նրա նվերը երեխաների ուրախությունն է, կարծում եմ, բայց Պանացեա ընկերությունը, որը 2025 թվականին մեզ հետ է եղել, նույնպես ուզում էր անակնկալ մատուցել ձմեռ պապիկին եւ իհարկե նաեւ Միլենային։ Դե ինչ ձմեռ պապիկ, շատ շնորհակալություն, որ այս երկար ճանապարհը կտրեցիք եւ հասաք մեր այս գեղեցիկ հաղորդմանը։ Իսկ հիմա տեսենք, թե որ հերոսին է պատկերել Միլենան։ Այո, Միլենա, արի մեզ մոտ։ Միլենա, դու նույնպես նամակ գրել ես ձմեռ պապիկին։ Ձմեռ պապիկը խոստացավ, որ կկատարի խելոք երեխաների երազանքները, իսկ դու տեսնում ես, որ շատ խելոք ես։ Իհարկե, Պանացեա ընկերությունը նույնպես պատրաստել է նվեր քեզ համար։ Ձմեռ պապ, եկեք բոլորս միասին շնորհավորենք փոքրիկների նոր տարին եւ ցտեսություն մաղթենք։ Սիրով։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ։ Ցտեսություն։